նոր մեծ բաժինացնենք անապահով կոդ։ Անմենեջ կոդը եւ անապահով կոդը կամ չղեկավարվող կոդը, դրանք տարբեր գաղափարներ են։ Անապահով կոդից մենք փորձենք այսօր հենց հիմա այս դասում անցնել ցուցիչներ եւ տեսնենք ինքը իրենց ինչա ներկայացնում։ Ընդհանրապես, ուրեմն ղեկավարվող կոդը պայմանավորվենք այդ տեսակետից, որը manage կոդ կհամարենք եւ .NET-ում այս manage կոդը ղեկավարվում է CLR-ի միջոցով, GT միջոցով, այսինքն կոդը երկու անգամ թարգմանվում է, ավելի օպտիմիզացվում է, ավելի ադապտացվում է, ղեկավարվող կոդը .NET-ի գլխավոր հիմքն է։ Եվ սա ամբողջ իմաստը եւ Java-ն, Swift-ը եւ C# ղեկավարվող կոդով են աշխատում եւ garbage collector-ը, որ նախորդ դասին անցանք, նույնպես ղեկավարվող կոդի աշխարհից է։ C# ունի առավելություն, ասենք Java-ից։ Ինքը մի հատ նորություն ունի, նա C++-ի լավ բաներն էլ ա վերցրել, Java-ի լավ բաներն էլ ա վերցրել։ Այսինքն ստացվում է եւ Java-ի, եւ C++-ից օգտակար տեխնոլոգիաներ ա վերցրել։ Ավելին ասեմ, Java-ից վերցրել ա manage կոդը, ղեկավարվող կոդ, սիստեման իր ամեն ինչով, JIT-ով, CLR-ով, նմանատիպությամբ, ադապտացիայով, դա նորություն ընդհանրապես .NET-ի, C++-ից էլ վերցրել է օպտիմալ RAM-ային կամ ցուցիչային կամ հղիչային RAM-ի հասցեներով, RAM pointer-ա կոչվում, C++-ից դուք ինչ որ ձևով պետք է իմանաք, pointer-ներով, ասինքն real RAM-ի հասցեներով աշխատելու տեխնոլոգիան, որը չունի Java-ն։ Java-ն pointer-ներով աշխատելու տեխնոլոգիան չկա, իր մոտ չկա։ Եթե ամփոփենք, կստացվի, որ մենք C#-ում ունենք այդպիսի առավելություն, օգտվում ենք եւ C++-ի առավելություններից եւ Java-ի առավելություններից։ C++-ի pointer, ուրեմն տեխնոլոգիա, pointer, սենց է գրվում։ Pointer տեխնոլոգիան հիմա կփորձենք անցնել հենց հիմա։ Այսինքն այս վարքյանին C++ դաս ենք անցնելու։ Մի հատ անցում դեպի հետ։ Նա C#-ում էլ օգտագործում 99%-ը այդ իմ ասացի համընկնում են։ Այսինքն pointer-ների տեխնոլոգիան մենք կատարում ենք C#-ում, կարողանում ենք կատարել եւ քանի որ այդ կարգի է, մենք կսկսենք ցուցիչներ տեխնոլոգիան այս գաղափար կամ այս վերնագրի տակ փորձենք անցնել։ Հետաքրքիր է, ցուցիչները ինչի համար են մեզ պետք կամ հասցեներով աշխատանք ինչի համար է պետք։ Ծրագիրը դուք կարող եք նույնիսկ արագացնել, աշխատել նոր սիստեմաների հետ, աշխատել փոքր սարքերի հետ, դրոնների հետ ենթադրացինք այնպիսի ծրագրային հատվածներ, որ C#-ի կոմպոնենտային կամ հզոր տիրույթից դուրս են։ Խնդրեմ, քանի որ Windows-ը նաև ունի C գրադարաններ, փոքր են, մեծ են, կարևոր չի։ Այս հնարավորության միջոցով մենք սա ատրիբուտ կհամարենք, կանցնենք, մենք իրավունք ունենք նաև մտնել մի մեծ աշխարհ, որը C#-ի աշխարհը չէ։ Սակայն C լեզվով գրած ծրագրերը, նրանք unmanaged կոդ են, այսինքն չղեկավարվող կոդ են, այսինքն իրենք չեն մտնում .NET-ի մեծ աշխարհի մեջ, բայց ես իրենք կարող եմ օգտվել։ Հիմա դա անելու համար տեխնոլոգիան հաջորդ փոքր վերնագիրն է, իսկ այս վարքյանին մենք մոտավորապես կկրկնենք C++ գիտելիք, որի անունն է pointer, այսինքն ցուցիչ։ Ցուցիչի դաս ենք սկսում։ Դրա համար մեզ պետք է այս վարքյանին pointer բառը գրել, pointer։ Հայերեն գրենք ցուցիչ, սա վատ չի թարգմանված, pointer-ը նշեցինք, գնանք առաջ, տեսեք, C++ դասը, այսենց անենք, սա մեր RAM-ն է, չմոռանանք, ահա, այս տեսակետից, OOP տեսակետից RAM-ը շատ լուրջ ֆակտոր է պրոցեսորի նկատմամբ, այսինքն RAM նայելը, նրա հասցեները նայելը եւ այլն, մենք ունենք տեխնոլոգիա։ RAM-ը պայմանավորվենք ունի հասցեներ, մեր առաջի դասն է C#1-ի, ասենք A15 հասցեից իջև F եւ 16-ականով է, եւ այստեղ գրում է ծրագրեր։ Հիմա C++-ից pointer-ը հասկանանք ինչ է, integer A, A-ին տալիս ենք 5,
նորմալը ինքը գալիս է, այս ային ինչ որ հասցե է տալու, ինքը ենթադրաբար, այն տալիս ենք ինք, մեզ մոտ այս հասցեում կնստի ան, 5-ը կնստի այստեղ, ան կարող է դուրս լինել, ինչն է հետաքրքիր, որ այս հասցեի ձևավորումը մի դժվարագույն աշխատանք է, տեսեք ես կարմիրով ցույց տամ, գալիս է հատուկ միջոցներով, գալիս նոր այս հասցեն բռնացնում է, սրա անունը դնենք երկար ճանապարհ, ինչու այդպես, երկար, ժամանակի տեսակետից, այսինքն երբ որ դուք սովորական գրում եք integer a եւ a-ն տալիս եք 5, ձեզ միջնորդը անդիսանում, այս իմ կապույտ, այս գույնով լցված, ասենք օրանժա ոնց է, ինչա գույնը, կարմրագույնը հատվածը, եւ ինքը ամեն դեպքում RAM-ի հասցեն ֆիզիկապես կգտնի, ոչինչ, հիմա C++ ասում է, գիտեք ինչ, ես ուզում եմ ուղղակի միանգամից աշխատել սրա հետ, ես չեմ ուզում այս ճանապարհը, այս ճանապարհը եք սևով ցույց տամ, կամ դեղինով, դեղինը ունեմ, միանգամից եմ ուզում A15, ալես A16-ական է, 001 A15, ինչ որ հասցե է, պայմանավորվել եք հասցեական մասը չմոռանա, միանգամից, այսինքն կարճ ճանապարհ, ես երկար ճանապարհը նորից նշեմ մի ուրիշ գույնով, այս երկար ճանապարհից ուզում եմ հրաժարվեմ, այդպես նայենք, այս գույնով, այս երկար ճանապարհը, որ գալիս է այստեղ, ուզում եմ այդքան ժամանակ չկորցնել, միջնորդի միջոցով այն տալիս եմ 5 միանգամից գա, այդպիսի մեխանիզմ կա, C++-ում կոչվում է pointer-ներ, pointer-ները աստղանիշ նոր սիմվոլով կարտացոլվի, եւ այս pointer-ների տեխնոլոգիան մեզ կասի, եթե գրել եք integer a, եւ գրել եք անհավասար է 5-ի, դուք կարող եք նաեւ այս վարքյանին գրել integer, գրեմ էլի կանաչով գրեք integer, այս նշան, որևէ տառ pointer-ի պտառն է, կամ PA, ai pointer դառնալ, շատ լավ, ինչ է նշանակում սա, դեռ չգիտենք, եւ եթե այս PA-ն վերագրենք նոր նշանով ai-ին, մեզ մոտ կառաջանա pointer-ի տեխնոլոգիա, այսինքն, այսա կոչվում է pointer-ով աշխատել, հիմա, ai-ին տալ 5, թե, տեսեք, ես գրում եմ PA pointer-ով տալ 6, կամ 5 նույն աշխատանքն է, այսինքն ստացվում է այս հրամանը ու այս հրաման, ai-ին տալ 5, նույն գործը կանենք, մեկը ai-ին կտա 5 միանգամից չէ, այլ միջնորդով, PA կամ pointer A աստղանիշով, աստղանիշը ինչքան գիտեմ հետևից է դրվում, սխալ տեղ եմ դրել, տեսեք կնայենք միասին, այսպես pointer PA, այսինքն ստացվում է կամ ստեղա կամ ստեղ, կարող խառնեմ նույնիսկ, տեսեք pointer A տալիս ենք 6, սրանք նույն գործն են անում, սակայն մի շատ կարևոր տեխնոլոգիայով միայն սևը կօգնի այստեղ, երբ ես pointer տալիս եմ A, ինքը միանգամից 6-ը տալիս է ստեղ ու ստեղ գրում է 6, միջնորդ ծրագիրը գոյություն չունի, ահա pointer-ների տեխնոլոգիան, այս երկու հրամանների կիրառությունն է, որտեղ սա pointer-ի նշանն է, սա RAM-ի հասցեի նշում, այսինքն ai-ի իսկական ֆիզիկական հասցեն, եւս մի անգամ կգծեմ այս վարքյանին, տեսնենք ինքը ոնց է աշխատում, տեսեք, ուրեմն այս մասում, նորից կգծեմ, ինչ ստացվեց, ունեմ RAM, թող սևով լինի, չի խանգարում, ունեմ integer a-ն, տալիս եմ 5, ոչ մի խնդիր, 5-ը կնստի այստեղ, անհասեն է, եթե ես այսպիսի նշան դրնեմ pointer, տիպ հայտարարեմ էլի integer, p թող մնա, որ ավելորդ տառեր չերևա, եւ հաջորդ տողը կարող եմ մի տողով գրել, եւ գրել pointer p-ին, ասենք ձախից է ստացվում, ոչ թե աչից, էլի, սխալ է գրել, pointer p-ին տալիս եմ 6, ապա ստացվում է երկու ձևով ես կարող եմ այս ai-ին հետ աշխատել, կամ այս ձևով, ան տալիս եմ 5, կամ այս ձևով, ai-ին տալիս եմ 6,
Ուղղակի չմոռանալ, որ սա pointer-ով է 6 տալիս միանգամից։ Չմոռանալ, որ սա երկար ճանապարհ է գալիս, էլի 6 է տալիս, 5 է տալիս։ Այսինքն ստացվեց, որ երկու ճանապարհներ։ Հիմա նշանները։ Փորձենք արդեն վերցանել նշանները, եւ սա կլինի pointer։ Սա pointer-ի նշանն է, տիպը պարտադիր է։ Իրեն վերագրում ենք արդեն, ուրեմն այս նշանը pointer-ը, ես մի հրամանը մոռացա գրեմ։ Այն տալվեց է, նախորդից ասեմ, մոռացա։ Pointer-ի անվանը տալիս ենք A, այս լրիվ մոռացել էի։ Ես կրկնության ժամանակ մոռացա։ Ահա, եւ դրա համար այս pointer-ի նշանը թող մնա։ Ուրեմն առաջի հրաման, սա ես միշտ մի տողով եմ գրում, այսօր չգիտեք ինչու երկու տողով գրեցի։ Սա ես էս եմ գրում integer pointer, այսպես է։ Հավասար է այսպես A։ Օրենքով մի տողով պետք է գրեի, եւ ես մոռացա։ Կարելի է։ Մոռանալ օգտակար է։ Ինչևից է։ Այս վարքյանին ինչ է ստացվում, որ ես ունեմ pointer, pointer-ի անունը շատ կարևոր է բան, փին անուն։ Տալիս եմ ai հասցե եւ սա կոչվում է հասցե, այս նշանը, կանյունկցիայի նշանը դառավ հասցե եւ աշխատում եմ երկու ձևով, կամ եկեք այսրանով, կամ pointer աստղանիշովին տալիս եմ 6, կամ ai-ին տալիս եմ 5։ Երկուսն էլ նույն գործն են անում։ Միջնորդ ծրագիրը, որը ես տարբեր գույներով եմ սիրում կատարել, այս սա է։ Միջնորդ ծրագիրը ասում է, որ pointer եք հայտարարում, pointer-ի անվանը շատ կարևոր բառն է։ Անվանը հասցեին տալիս եք այս նշանով, այս կանյունկցիայի նշանով ենթադրենք A, pointer հավասար է կանյունկցիայի նշանով A եւ ինքը կկատարի։ Ահա ստացվեց, որ pointer-ով աշխատանքի տեխնոլոգիան ես ձեզ փորձեցի ցածրել։ Հիմա այդ AI մասին մի քիչ խոսենք։ Էս իմ RAM-ն է, չմոռանանք շարունակենք նույն գործողությունները։ Տեսեք, նորից նույն ձևի integer A։ Տեսեք, integer A, շատ լավ, երկրորդը integer աստղանիշ pointer հավասար է արդեն մի տողով գրեմ A։ Ինչ կատարվեց այստեղ, ան հասցե ունի, ենթադրենք A15 16-ականով 00F։ Այսա փին նույնպես հասցե ունի, սա B16 00F, 16-ական, չմոռանանք, այստեղ նստած են։ Ահա այս մոդելն եմ ուզում ձեզ ներկայացնեմ, integer A, սա է։ A-ին տալիս ենք 5, 5-ը մտավ։ Այս ձևը չեմ ընդունում։ Շարունակում եմ։ Երբ որ այս հրամանն է կատարվում, ապա մենք հայտարարում ենք pointer, այս անունը, այսա անունն է, որը ադրես է, այսինքն այս անվանը, սա կարելի է գրել նաև պին հավասար է այսպես, այս ավելի խելացի է, էլի հասկանալի է։ Այս անվանը սրան եմ փոխարինում, այս մասին, սրան։ Եվ անվանը տալիս ai հասցե, այսինքն այս հասցեն, գույները ուրիշ ձևի մենք նշենք, այս ադրեսը, տեսեք, այս հրամանով կամ միտողով կապ չունի, մտնում աստեղ, այս է գաղտնիքը։ Այսինքն, այս հասցե, pointer-ը հասցե պահող էլի փոփոխական, երկու փոփոխական ունեմ, A եւ pointer, երկու փոփոխական։ Աստղանիշով ինքը դառավ pointer, առանց աստղանիշ ինքը ուղղակի հասցե է։ Ուրեմն ստացվեց, որ եթե ես A-ին տալիս եմ 5, ճանապարհ է գնում ստեղ 5 է տալիս, եւ երկրորդը որտեղ գրեմ, եթե ես գրեմ pointer P, որը փոխարինում է արդեն A-ին, եւ այս հասցեն արդեն նշված, տալիս եմ 6, ապա միանգամից ցույց տամ, ստեղ կգրի 6։ Բայց ինչ միջնորդությամբ, մոտավորապես հետեւյալ միջնորդությամբ, որ pointer 6 տալուց ժամանակ են գալիս է այստեղից, այս հասցեն կա, մտնում ես հասցեն, եւ ասինքն միանգամից հասցե աշխատում։ Այսինքն այս հրամանը հասցե է, հասցեից հասցե է գալիս։ Ահա երկրորդ անգամ ես կրկնեցի այն ինչ կցանկանայի ձեզ ասել, որ այն փոխարինող pointer ենք ստանում, եւ դրա հետ կապված մենք նոր գույներ հիմա կհնարենք, այ այդ կապված մենք հնարում ենք pointer,
Այ հասցեն կանյոկցիան հենց դա էլ ցույց է տալիս, որ մենք այ հասցեն տալիս ենք իրեն, եւ այ հասցեին վերագրումը, այսինքն այս վերագրումը թույլ է տալիս, որ մենք աշխատենք այս pointer-ով։ Ահա մենք ծրագիրը կարող ենք փոխարինողով աշխատել, որի անունն է pointer։ Pointer-ների հետ շատ գործողություններ գուցե կա։ Այս վարքյանին կարճ ասեմ շատ մի հատ հետաքրքիր բաներից մեկը, ուրեմն integer մի վարքյան, ունեմ integer a, ունեմ integer pointer p, հավասար է կանյունկցիա a, արդեն պայմանավորվել ենք, որ սա հասցե է, սա իմ փոփոխականն է, սա pointer-ի նշանն է, սա իր անունն է, այսպես մի հատ մեխանիզմ։ Հիմա RAM-ում ինքը տեղավորված է։ Pointer-ների անուններին կարող եք միայն կատարել ++ կամ pointer ---։ Անունը դուք չեք կարող էլ, այսինքն հասցեն, դուք չեք կարող գումարեք մի այլ pointer-ի հասցե։ Եթե ես p1-ին գումարեմ p2, ֆիզիկապես իրեն գտնեն RAM-ի մի ուրիշ լրիվ տեղ, որը անօգտակար։ Դրա համար մի հատ սահմանափակում կա, ամեն դեպքում սա լրիվ pointer-ի դաշ չի։ Կրկնությունն է, եթե դուք C++-ից գիտեք։ Pointer-ի անունի հետ չմոռանաք, ոչ թե ինքը pointer-ը, ոչ։ Անունի հետ չեք կարող կատարել մաթեմատիկական գործողություններ, բացի ինկրեմենտից եւ դեկրեմենտից։ Մեկով ավելանալ, պակասացնելը թույլատրում է, որտեղ կոչվում է RAM-ի հաջորդ հասցե։ Ուրեմն pointer-ների գործողությունները այսպիսի արգելված է գումարում, հանում, բաժանում չի թույլատրվում։ Բնական է, եթե RAM-ում ինքը նստած է, սա ես բացատրեմ, մի pointer-ը 5, 6, 15 հասցեում է, մյուս pointer-ը 15 լրիվ միլիարդ անգամ, սրանց գումարը կգնա օպերացիոն սիստեմա, կգնա ուրիշ տեղ, անիմաստ նույնիսկ կլինի հասցել, գումարել, հանել, բազմապատկել, անուններ իրավունք չունեք։ Նորից եմ ասում, ստեղ հասցե է, ստեղ հասցե է։ Իմ ան տվյալ է պահում։ Ահա այսպիսի անցումներ։ Հիմա կրկնակի pointer գոյություն ունի, որ լեկցիայում նշված է եւ վերջացնենք։ Սա կրկնություններ C++, ոչ ավել։ Կրկնակի pointer կա, եռակի pointer կա, որը օրինակով ես ձեզ ցույց կտամ հաջորդ փոքր դասին։ Տեսեք, այստեղ նույնիսկ գրած է միայն կարելի increment decrement անել։ Այս գաղափարն էլ ասում եմ եւ կրկնությունը C++-ի վերջացնում եմ։ Կրկնակի pointer-ը ինչ է նշանակում։ Բանից պարզում է, բացի այս աստղանիշ pointer-ից, որը կպել է i-ին, չմոռանանք, որ կա integer, ուրեմն pointer հավասար է a, այս մասը դեռ ջնջենք, եւ integer a։ Կարող է ոչինչ չտա։ Ես իրավունք ունեմ նաեւ այս pointer-ի հասցենա, այս a-ի հասցենա, չմոռանանք, այս հասցե է a15 6, հիմա a15 6 հասցեն արդեն նստած է այստեղ մեր 5-ն է, իսկական տվյալն է։ Ինքն էլ հասցե ունի, սա էլ բացարձակ ուրիշ հասցե է, ասենք b15 f01։ Ես կարող եմ, սա մի pointer-ն է, ուրեմն pointer-ը մի ուրիշ pointer-ի միացնել, այսինքն փորձել p2 pointer, որը կպահի սրա հասցեն։ Ավելին, p3 pointer, նու սա p1 համարենք, որը որ սրա հասցեն կտեղավորի։ Ասածս ինչու՞մն է, որ ես կարող եմ մի pointer-ից մյուս pointer-ի հասցե պահելով, առաջինը կկշռի սովորական pointer, երկրորդը 2 աստղանիշ կդնենք pointer, մյուսը 3 աստղանիշ եւ այլն։ Այսինքն կրկնակի եռակի pointer-ները իրենք պահում են հասցեն։ Եվ եթե ուզում եմ այս 5-ի հետ աշխատել, ես կգրեմ եռակի pointer, երկրկնակի pointer, եռակի նույնիսկ, ասենք տալ 77, ինչ է կատարվում։ Եռակի pointer-ը p3-ն է, գալիս է ստեղ, նայում է ինչ հասցե, գնում է ստեղ, այստեղից գնում է ստեղ, եկեք ուրիշ գույնով ցուցադրեմ, որ ավելի հասկանալի լինի։ Ուրեմն 3 հատ pointer, 2, 3, եռակի pointer, կրկնակի pointer, կարևոր չի։ Երբ որ եռակի pointer ենք տեսնում, մտնում ենք այս 3-ը, այստեղ հասցե է, գնում ենք, նայում ենք սրան։ Քանի որ նայել է ուրիշին ուղարկում, գնում ենք, նայում ենք սրան։ Այսպես հերթով մինչև հասնենք մեր
կարճ ասած I-ին։ Ահա ստացվում է, որ I-ին կարելի է տալ 5, կարելի է գրել եռակի pointer-ով 77, ինքը միջնորդվածներով թույլատրվում է կրկնակի, եռակի եւ այլն, միջնորդվածներով իմ ասած արդեն սևով կցուցադրեմ, իմ ասած տեխնոլոգիայով, այսինքն զիգզագ ստացվեց, կմտնի նոր սրան կտա, ինչու է սա պետք, կրկնակի pointer-ները, օրինակ C++-ում, այս կրկնակի pointer-ները թույլ են տալի մատրիցաները պահել դինամիկ RAM-ում, առանց դրա չեք կարող։ Այսինքն կրկնակի pointer, եթե վերջ չլինի, այդպիսի բան կա C++-ում, դուք մատրիցա արդեն համարենք, մատրիցան դինամիկ հիշողություն, դինամիկ RAM, սա մի հատ տեխնոլոգիա է, մեզ մոտ HIP է կոչվում C#-ով, դինամիկ RAM-ի հետ չեք կարող աշխատել եւ այլն։ Ահա եթե այսպես թեթև ամփոփենք կամ վերջնական ամփոփենք ցուցիչները, մենք կարդացինք C++ լեզվի տեսանկյունից, C++ լեզվի տեսանկյունից համարեցինք ինչա pointer, համարեցինք ինչ կարելի է հետ կատարել եւ առավել եւս կարողացանք ցուցադրել, որ կա կրկնակի եռակի pointer-ներ որոշ տեխնոլոգիաներ իրականացնելու համար։